Այդ սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք եւ այս պահին երաժշտական մեկնարկ ունենք։ Հուլիսին 7-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսին սպասվում է յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կներկայացնի կինոերաժշտություն ազգային հնչյուններով նախագիծը, որի ընթացքում հայ եւ համաշխարհային կինոյի ամենասիրված մեղեդիները կհնչեն հայկական ազգային նվագարանների բացառիկ եւ ինքնատիպ մեկնաբանությամբ։ Թե ինչպես է ծնվել այս գաղափարը, ինչ նոր շունչ են ստանում հայտնի ստեղծագործությունները, կպարզենք մեր զրույցի ընթացքում։ Իհարկե, եթե մեր հյուրերը դեմ չեն, իհարկե, ես կարծում եմ, որ իրենք դեմ չեն, իսկ տաղավարում են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ադմինիստրատոր Արմինե Հարությունյանը, բարի առավոտ, եւ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտ կանոնահար Գոհար Բալյանը։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Եվ հետաքրքիր է նախ եւ առաջ ասել, թե ինչպես ծնվեց կինոերաժշտություն ազգային հնչյուններով նախագծի գաղափարը։ Շնորհակալություն, ինչպես գիտենք, վերջին տարիներում ընդհանրապես համաշխարհային երաժշտական այսպես արենայում շատ տարբեր սիմֆոնիկ խմբեր նաև անդրադարձան համաշխարհային ֆիլմերի սաունդթրեքերին եւ հետաքրքիր էր նաև սա իրականացնել ազգային նվագարանների հետ։ Պիտի ասեմ, որ պրոյեկտի հեղինակը ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանինն էր։ Եվ երբ մենք մոտ 4 տարի առաջ միացանք այս կենտրոնին, երևի թե պատկերացրեց, որ ազգային նվագարաններով դա շատ ավելի շքեղ կհնչի եւ անցանք իրականացման փուլին, ստեղծագործությունները գործիքավորելուն եւ հետեւաբար մենք իհարկե ծրագրին կանտրադառնանք, բայց ինչով է տարբերվում նախորդ ձեր գործունեությունից հենց այս ծրագիրը։ Ասեմ, քանի որ ազգային նվագարանները հիմնականում իր երկացանկում ուներ հայկական հայ կոմպոզիտորական, աշուղական, գուսանական երաժշտություններ ներկայացնում երգիչ-երգչուհիների հետ, ինչպես նաև ազգային նվագարանների կարևորագույն առաքելությունը եղել է, սա էլ պետք է շեշտեմ, մեր մայստրո Նորայր Դավթյանի դա ամենակարևոր առաքելությունն է եղել, որ ազգային նվագարանները ներկայանան նվագախմբային ստեղծագործություններով եւ հետեւաբար երկար տարիներ մենք ներկայացրել ենք ուրեմն գործիքային ստեղծագործություններ, հայ կոմպոզիտորներ եւ ոչ միայն հայ կոմպոզիտորներ, ինչպես նաեւ մեր աշուղական արդեն բոլորիս կողմից շատ սիրված, լսված երգերը հայտնի երգիչ-երգչուհիների հետ։ Իսկ ինչ սկզբունքներով կան, որևէ սկզբունքներ, որոնք որ այդ սկզբունքներով է հատուկ ընտրվել համերգում հնչող հայ եւ համաշխարհային, ինչու ոչ երաժշտությունը, կինոերաժշտությունը։ Ես կարծում եմ սկզբունքը հետեւյալն է եղել ամենահայտնի ֆիլմերը, որով մենք կարող ենք նաև երիտասարդ հանդիսատեսին գրավել եւ դեպի ազգային նվագարանների դաշտ եւ գիտեք ազգային նվագարաններով շատ յուրահատուկ է հնչում անսովոր, յուրահատուկ եւ հետեւաբար այն ֆիլմերը, որոնք բոլորը տեսել են եւ հայտնի են, հանրահայտ են, դրանց միջոցով մենք կարողացանք հսկայական մի բանակ այսպես երիտասարդ հանդիսատեսի ներգրավել մեր համերգնային ծրագրում եւ կարծում եմ այդ առաքելությունը այն միտքը ինչ որ դրել էր մեր ուրեմն պրոյեկտի հեղինակը լիակատար իրագործվեց։ Հրաշալի։ Իրականում շատ հետաքրքիր է, որովհետև սա նոր միջոց է երիտասարդներին եւ ոչ միայն, այո, դեպի երաժշտություն, դեպի լավ երաժշտություն։ Գոհար, քանի որ մեր նվագարաններն ունեն հստակ գծված բնավորություն եւ դուք տիրապետում եք հենց կանոնին, աշխարհի ամենասիրուն հնչյուններ արձակող գործիքին։ Ձեզ համար ինչպիսի բարդություններ առաջացավ, որովհետև ամեն դեպքում հստակ բնավորությունը, որը նշում եմ, որը հարիր է մեր գործիքներին, դրանք մի փոքր սահմանափակումներ են ամեն դեպքում տալիս համաշխարհային երաժշտություն ներկայացնելուց, եթե չեմ սխալվում։ Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք։ Նախ ասեմ, որ յուրաքանչյուր գործիք յուրովի շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, թե իր հնչողությամբ, բնականաբար նաև կարևոր է մատուցման ձևը, ինչպես է ներկայացնում։ Իսկ ինչ վերաբերվում է հստակ այս ծրագրի հետ կապված եւ կանոնի մասով ինչքանով առաջացան դժվարություններ, բնականաբար անսովոր էր սկզբնական շրջանում մի տեսակ աշխատանքը թվում էր, որ բարդ կլինի, չենք կարողանա միգուցե եւ ներկայացնել այնպես ինչպես որ պիտի ներկայացվի, բայց ավելի սահուն անցանք այդ ընթացքը շնորհիվ մեր մայստրոյի, շատ մեծ շնորհակալություն իրեն միշտ պատրաստական մեր կողքին լինելու, մեզ աջակցելու։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ առհասարակ աշխատանքի արդյունքում ցանկացած իրավիճակից կարելի է բավականին հեշտ դուրս գալ։ Իսկ կան ստեղծագործություններ, որոնք որ ձեզ կանոնով հնչում են մեկ այլ ուրիշ ձև, լավ իմաստով, եւ ինչով է կանոնը առանձնանում ձեզ համար։
Դե կան ստեղծագործություններ, որոնք որ հենց եթե գրված են հստակ կանոնի համար, բնականաբար հնչում են, այո, յուրօրինակ։ Ինձ համար չեմ կարող այդպես ասել, որովհետև կանոնը շատ մանկուց ինձ ուղեկից է եղել, դարձել է շատ հոգեհարազատ, մշտապես աշխատելով մնացած գործիքների, նվագարանների հետ մեկտեղ նվագախմբերում, անսամբլներում այդպես ինչ որ մի հստակ մի բան չկա, որ ես ասեմ դրանով առանձնանում, առհասարակ սիրում եմ ժողովրդական հնչողությունը, մեր ազգայինը, նվագարանները ու չեմ կարող այդպես առանձնացնել։ Այո։ Արմինե, շատ հետաքրքիր է ծրագրի մասին մի փոքր մեզ տեղեկացրեք, թե ինչպիսի ծրագիր եք պատրաստել եւ արդյոք կլինեն պրեմիերաներ եւ անակնկալներ հանդիսատես։ Հուլիսի 7-ի համերգին պրեմիերա չենք ունենա, բայց շտապ եմ նշել, որ մենք ապրիլի 18-ին ունեցանք նաև միայն հայկական ֆիլմերի այդպես սաունդթրեքներ կամ այսպես ասեմ սիրված երաժշտություններով նվիրված հայ ֆիլմի 103-ամյակին եւ այդ ժամանակ մենք ունեցանք 6 նոր գործ պրեմիերա եւ այդ պրեմիերաներից այսօր ներկայացնում ենք նաև այս համերգային ծրագրում եւ կարելի ասել, որ այս ծրագիրը հուլիսի 7-ի դա միքսն է ամենաառաջին մեր համերգը, որ եղավ այդ համաշխարհային եւ հայկական կինոֆիլմերի սաունդթրեքեր, ինչպես նաեւ 103-ամյակի հայ ֆիլմի այդ ստեղծագործությունների միքսն է։ Իդեպ շատ բազմաժանր են, հետաքրքիր է, բազմազան են։ Հիշենք ծրագրում ինչ ունենք, կոնկրետ հուլիսի 7-ին մենք կկատարենք Երազիմ երկիր հայրենի հայրիկ ֆիլմից, Մայրիկ ֆիլմից մենք ունենք շատ հետաքրքիր մի երաժշտություն Վահեն Մարգարյան մեզ հետ կներկայանա եւ երկի տարբերակով այո տղամարդիկ ֆիլմից որոնք որ ավելացվել են այս մյուս համերգի համար։ Էլ Պեպոն, այո։ Իսկ համաշխարհային ստեղծագործություններից որոնք են ընդգրկված։ Տիտանիկն է։ Տիտանիկը կնքահայր ունենք այս անգամ։ Կնքահայրը դեռ հստակ ճշել։ Ինչպես վոկալային, այսինքն կա, մեծ երգը երգեր, Երազին երկիրը երգեր լինելու։ հենց երկելու են, այո, մենք ունենք Դե ավելի լավ է մեզ ստեղծագործական կազմի հետ ծանոթացնենք։ Շատ լավ ծանոթացնենք, որպեսզի հանդիսատեսն հասկանա ովքեր են լինելու մեր երգիչ-երգչուհիները, երգչուհին այսօրվա համար։ Ուրեմն տեսեք, այս ծրագիրը ինձ սկսվել է իրականացվել, մենք ունենք մեզ հետ հավատարիմ երգիչներ, ովքեր միշտ ներկայացել են, Վահեն Մարգարյան մեր, ով ներկայացնում է Մայրիկ ֆիլմից, Արտասահմանյան մյուս երգը Սիրո պատմություններն է ներկայացնում, կլինի Աննան Խաչատրյան մեզ հետ, ով կերգի Աղջկա երգը, հա, ինչ վաղմկում գետը ֆիլմից, մեզ հետ կլինի Դավիթը Խաչատրյան, ով հենց հայրիկ ֆիլմի Երազիմ երկիր երգը կներկայացնի, Վարդանը Բադալյան, չեմ մոռան, Վարդանին չեմ կարող մոռանալ, Վարդանը մեր շատ սիրելի Բադալյան եւ Աբելա Աբելյան, ակունք ազգագրական ուրեմն համույթի մեներքիչ, ով շատ լավ նաեւ համագործակցում է ազգային նվագարանների հետ, վաղուց արդեն։ Այնպես որ մեր երգիչները եւ երգչուհին բավականին հետաքրքիր գույն են տալիս այս համերգային ծրագրին, իհարկե գերակշռում է գործիքային ստեղծագործությունները։ Հրաշալի, մենք վստահ ենք, որ ամեն ինչ շատ հարթ է անցնելու, բայց իրականում, քանի որ մենք խոսեցինք, որ երիտասարդների հոսք կա բավականին մեծ, ինչպիսի փուլում է գտնվում հենց երաժշտական այս ոճը եւ ինչ պիտի արվի, որպեսզի հանդիսատեսը ավելի շատ գա լսելու եւ ազգային նվագարաններ եւ այսպիսի հետաքրքիր ծրագրեր։ Ինչ խնդիր ունենք այսօր լուծելու։ Մեր խնդիրը կարելի է ասել մի քիչ ավելի ներքևներից է գալիս, եթե այսպես կարելի է մեկնաբանել երաժշտական դպրոցներից, ավելի ճիշտ այսպես ասեմ, հանրայնացումը մեր բոլոր երաժիշտների կողմից շատ պարտադիր է, որպես կանոնահար, շվիահարն իր հերթին, դուդուկահարն իր հերթին, ազգային նվագարանները այսօր համացանցը թույլ է տալիս, որ մենք ինքնուրույն կարողանանք որևէ երաժշտություն կատարենք, անգամ կարող ենք գործիքի մասին խոսել, պատմել եւ դա հանրայնացնել։ Դա շատ կարեւոր է, որպես պրոֆեսիոնալ երաժիշտներ կարծում եմ պարտավոր ենք դա անել։ Այսպիսի ծրագրերը իսկապես շատերին են ներգրավում հենց ազգային նվագարանների այսպես շրջապատ եւ եթե իսկապես սովորեինք, որ պիտի միայն աշուղական կամ հայ կոմպոզիտորական ստեղծագործություններ կատարել, այս հնչողությունը եւս նոր հետաքրքրություն ու նոր, ինչպես ասեմ,
ոգևորություն է առաջացնում բոլորի մոտ եւ երեխաները երբ լսում են որ կանոնով կարելի է շվիով եւ այլ այս նվագարաններով կարելի է նվագել նաեւ բազմաժանր ու նաեւ համաշխարհային հայտնի ստեղծագործներ բնականաբար այդ սահմանափակ մտածելակերպից ազատվում են եւ նաեւ չգիտեմ հետաքրությունը շատ է մեծանում ազգային նվագարանների շուրջ այսպիսի ծրագրեր պիտի շատ իրականացվեն Եվ մենք առաջիկայում էլի ունենք ծրագրեր, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետև ցանկանանք որ անպայման լինի եւ բնականաբար դրա մասին կտեղեկացնենք, էլի ունենք ծրագրեր, որը էլի հանրությանը կշեղի դեպի ազգային նվագարաններ։ Մենք ձեզ իհարկե սիրով կսպասենք դրանք եւս լուսաբանելու։ Դուք ինչ կավելացնեք։ Սպասում էի Արմեն ավարտեր ծրագրերի եւս հա ազգային նվագարանները նոր պրոյեկտներում ընդգրկելու հետ կապված շատ կարևոր է որ այս ամբողջը արվի շատ գրագետ որպեսզի չվնասենք ոչ արմատները ոչ շեղենք նոր սերունդին որովհետև հաճախ լինում են դեպքեր որ մի տեսակ փոխվում ամեն ինչ այսինքն պիտի այդ ամբողջը այնքան գրագետ ձևով արվի որ երիտասարդությունը սիրելով նոր արարություններին հետևելով միևնույն ժամանակ չկորցնի իր դեմքը այն չվերաբերում է մեր ազգայինին մեր մշակույթին եւ մեր նվագարաններին Այո Իսկ ազգապահպանման հարցում ինչքանով է կարևոր հենց ազգային գործիքները կիրառելը շատ կարևոր է անասելի շատ կարևոր է որովհետև ժամանակակից 21-րդ դարում իրականում դրա կարիք չկա, որովհետև ինտերնետային հարթակը մեզ հնարավորություն է տալիս հենց մենք ինչ խնդիր ունենք եւ որպես հասարակության անդամ եւ որպես դուք երաժիշտներ, ինչպիսի խնդիր կա մեր առաջ ծառացած, որը պիտի լուծվի։ Անկախ նրանից, որ մենք գտնվում ենք 21-րդ դարում եւ այս ամբողջ գլոբալ իրավիճակների մեջ ենք եւ համացանցը մեզ նաեւ մեր երեխաներին այլ բան է թելադրում Գիտեք, կարող եմ մի հատ այսպիսի օրինակ բերել։ Հայկական ավանդական արարողությունների ժամանակ տեսնում ենք, չէ, ասենք այնտեղ եւ DJ-ը կարող է երաժշտություն ներկայացնել եւ արտասահմանյան տարբեր երաժշտություններ, բայց երևի նկատած կլինեք, եթե գալիս է մի խումբ, որտեղ կազգային որևէ նվագարան կամ նվագարաններ կամ հենց նույն մեր ժողովրդական երգերն են ներկայացնում, մի տեսակ ժողովուրդը ինչ որ նոր ինչ որ ոգևորությամբ է դիմավորում իրենց, մի տեսակ ոնց որ հոգին փառավորվում է մարդու, չգիտեմ, չեմ կարող ասել բոլորս պետք է մեր ներդրումը ունենանք որպես ուսուցիչներ, նաև որ մենք դասավանդում ենք Երևանի Սայաթ-Նովոյի անվան երաժշտական դպրոցում, իդեպ ասեմ, որ դպրոցում Գոհարը դասավանդում է ժողովրդական երգեցողություն, ես կանոնի մասնագետ եմ, եւ մենք փորձում ենք փոքր երեխաներին, չգիտեմ, այնպես անել, այսպես շոյելով իրենց, միտքը շոյելով, ձեռքը շոյելով, չգիտեմ, զգացողությունները, բայց այնպես անենք, որ իրենք մոտենան ինչքան կարող են մեր միջոցով մեր նվագարաններին։ Իսկ բոլորը զուսում են աշակերտները ովքեր ուսանում են ձեզ մոտ։ Տեսեք, սկզբից գալիս են ինչ որ տենց հետաքրքրության համար, բայց խորապես չեն պատկերացնում, թե ինչ կարելի է ազգային ոլորտում անել։ Էլի եմ ասում, դա լավ մասնագետները կարողանում են այնպես իրենց դաշտ տանել եւ հետեւաբար երեխային այլևս ոչ մի կերպ չես կարող այդ դաշտից հեռացնել, բայց դա չի նշանակում, որ նա չպիտի անդրադառնա մեկ այլ ոլորտի եւ դա սխալ կլինի մեր կողմից, որ եթե մենք մեր երեխաներին սահմանափակենք եւ ասենք, գիտեք, ինչ ազգայինից այն կողմ ոչինչ չկա։ Ոչ, մենք ապրում ենք 21-րդ դարում եւ երեխաները պիտի տեղեկացված լինեն եւ երաժշտական տեսանկյունից, ոճային տեսանկյունից, այսինքն փորձում ենք ինչ որ համարժեք, չգիտեմ, դասավանդում են այնպես անել, որ երեխաները համ հեռու չմնան դարից, համ մոտենան մեր ազգայինին, դա շատ կարևոր է։ Երեխաների ցանկությունը, այդ մոտիվացիան կա, ձեզ ի սկզբանե։ Մինչ ձեզ հանդիպելը։ Ես ասա Գոհար ջան։ Ես ասեմ, որ երեխաներին շատ մոտիվացնում է առհասարակ շփումը։ Այսինքն շփումը լինի ինչ տեսքով։ Ունենան շատ համերգներ, բավականին հաճախ ունենան հանդիպումներ հայտնի հայ երգիչ-երգչուհիների, երաժիշտների հետ, Այսինքն այդ մտերմիկ շփումը շատ ավելի մեծ արդյունքներ է տալիս, քան երբ որ երեխան կգա շաբաթական 2 անգամ ինչ որ դասապրոցես կանի ու կգնա։ Իրենց համար դա մի փոքր հոգնեցնող է, ինչ որ մի պահի սկսում են հոգնել դրանից։ Իսկ երբ որ մենք կարողանում ենք ապահովել նրանց համար համերգներ, ել չեմ ասում, ավելի շրջանակը մեծացնենք, թե Երևանից դուրս մարզային համերգներ մենք ունեցանք վերջերս եւ կա նման ծրագիր Սայաթ-Նովոյի դպրոցը ունի, հուսով եմ, որ կկարողանանք դեռ շարունակել, ել չեմ խոսում արտերկրի մասին, այսինքն եթե մենք ունենանք հնարավորություն երեխաներին ավելի լայն շրջանակ
տրամադրել, իրենք շատ ավելի կողքեվորվեն ու շատ ավելի մեծ սիրով կլծվեն գործի։ Ես չգիտեմ դուք որպես մանկավարժներ ինձ հետ կհամաձայնեք թե չէ, բայց ես միշտ մտածել եմ, որ եթե անգամ երեխան մասնագիտորեն չի շարունակում երաժշտական գործիքով, դա կարևոր չէ, բայց որևէ երաժշտական գործիքի տիրապետելը դա ինտելեկտի զարգացման որևէ ձև է եւ սիրելի հեռուստադիտողներ, ձեր բալիկներին անպայման տարեք որևէ երաժշտական գործիքի, որովհետեւ իրոք դա զարգացնում է ինտելեկտը։ Ձեզ շնորհակալություն, ամեն դեպքում թեմայից չհեռանալով, պետք է խնդրենք եւս ձեզ մեկ անգամ հիշեցնել, թե երբ տեղի կունենա համերգը, ժամը քանիսին եւ որտեղ։ Հուլիսի 7-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա համաշխարհային եւ հայկական կինոֆիլմերի սաունդթրեքեր համերգային ծրագիրը, մենք երգիչների մասին արդեն նշեցինք եւ շտապ եմ տեղեկացնել, որ նույն համերգը ծրագրային թեթև փոփոխություն կլինի իհարկե, տեղի կունենա օգոստոսի 8-ին։ Այսինքն, ովքեր չեն հասցնի հուլիսի 7-ին ձեռք բերեն տոմսերը, կարող են օգոստոսի 8-ի համար արդեն իսկ ամրագրել։ Ժամը 19:00։ Շտապ եք մասնակիցը լինել այս հրաշալի համերգային ծրագրի, որովհետեւ կարծում եմ, որ ֆանտաստիկ է լինելու։ Այո, ոչ միայն, այո, ոչ միայն նորամուծություն է։ Շնորհակալ ենք Շնորհակալություն։ կարևոր եւ ազգանվեր գործունեության համար։ Շնորհակալություն ձեզ եւս։